ուզում էր նաև բեմից գեղեցիկ հեռանալ, եղավ հենց այդպես։ Վերջին տարիներին ելույթ էր ունենում պատահական, հատուկ Հոբելյանների կամ հեղինակային երգի երեկոների ժամանակ, անցած գնացած տարիներն ու գործունեությունը համարում էր նախախնամություն։ Կյանքս հեքիաթի նման է անցել։ Այն ինչ որ անհնարին էր, այնպես էր լինում, ես դրա համար շատ շնորհակալ եմ Աստծուն, որ այնպիսի սիտուացիա էր ստեղծվում, որ կատարվում էր ինչ որ երևույթներ, որ չպետք է լինեին։ Հայ էստրադայի թագուհին ծնվել էր հայրենականի տարիներին 1941-ին, անունն էլ ֆրոնտից էր եկել։ Գերմանացիները թե վախենում, թե ակնածում էին ռուսական կատյուշա զենքից, այն գաղտնի անվանում էին Ռաիսա։ Երբ ֆրոնտից հեռագիր են տալիս, թե հրանտ աղջիկ է ունեցել, պատասխան է գալիս, անունը դնել Ռաիսա։ Կոնստանտին Օրբելյան, Արնո Բաբաջանյան, Ռոբերտ Ամիրխանյան, Ալեքսեյ Հեքիմյան, Արամ Սաթյան ու այլ կոմպոզիտորներ բազմաթիվ երգեր գրել են հենց Ռաիսա Մկրտչյանի համար, որ փայլում էր ոչ միայն էստրադայի, այլև ջազի ու էստրադային գործիքավորմամբ ժողովրդականի ժանրում։ 1968-ից հեռուստառադիոպետկոմի էստրադային նվագախմբի մեներկչուհին ձայնագրել է մոտ 400 երգ, 2002-ից դասավանդում էր կոնսերվատորիայում։ Երգ երաժշտությանն ու բեմին հավասար կար ոչ պակաս կարևոր մեկ այլ բան։ Ես երջանիկ եմ, որ կայացել եմ եւ կյանքում, ընտանիքում եւ որպես մայր, հնարավորինս նվիրվել եմ ընտանիքին։ 84 տարիներից ավելի քան 60-ը բեմում նա երգում էր մարդկանց համար ու ազգի մասին, որին կոչում էր Փառապանց։